Բարև ձեզ հարգելի գործընկերներ, այսօր մեր քննարկման թեման լինելու է բուհերի ուսման վարձերի թանկացման կասեցման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ արդեն եղած որոշակի ոտնձգությունները, որոնց մասին կներկայացնի շարժման ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը։ Ես երկու խոսքով ուզում եմ ասել հետևյալը, որ ընդհանրապես հասարակական շարժումները նոր երևույթ են մեր հասարակության մեջ եւ կարծես թե իրենց դրսևորում են որպես ամենաարդյունավետ միջոց։ Եվ բնական է, որ այն ուժերը, որոնց պետք չէ նման ակտիվությունը, պիտի իրենց դրսևորեն համապատասխան ձևերով եւ փորձեն կասեցնել նման շարժումները։ Ես կարծում եմ, որ երիտասարդները, որ այստեղ ներկա են, իրենք լավ գիտակցում են այդ հանգամանքը եւ պատկերացնում են բոլոր այն դժվարությունները, ինչի միջով պիտի անցնեն։ Բայց նախ եւ առաջ ես կխնդրեմ պարոն Մարտիրոսյանին ներկայացնել շարժումը, որը իրենք անվանել են ներազգային ազատագրական շարժում, ինչն ենք ազատում եւ ումից, եւ հետո խոսենք ճնշումների մասին, որոնք տեղ են գտել վերջին ժամանակում։ Համեցեք։ Շարժումը կոչվում է ներազգային ազատագրական շարժում, որովհետև գաղափարախոսության մեջ Վահան Մարտիրոսյան ասացին, որովհետև շարժման գաղափարախոսության մեջ ամենակարևորագույն, այսպես ասած, պունկտերից մեկը դա նա է, որ այսօրվա օրով թշնամին, որը որ ազգային շահին մեր սպառնում է, ավելի շատ ազգի ներսում է, քան դրսում։ Դրա համար պրոցեսներ կտարվեն, որ բոլոր այն տարրերը, որոնք սպառնում են հայոց ազգային շահին, բացահայտվեն եւ սահմանադրական առանց սահմանադրական նորմերը խախտելու տարվի պայքար նրանց դեմ։ Շարժումը քաղաքացիական շարժում ինքը ինքնաբուխ էր։ Սկսվեց 150 դրամ պայքարի պրոցեսների ընթացքում։ Մեզ միացան գրողներ, թատերագետներ, հրապարակախոսներ, դասախոսներ կան, որոնք կգան մեր ակցիային վաղվա։ Եվ երբ մենք սկսեցինք այս ուսման վարձերի դեմ ակտիվ գործունեությունը, հոդվածներ, գոչեր, մարդիկ հավաքագրեցինք, որ առաջի ակցիան անենք, սկզբից նշանակվեց ամսի 12-ին։ Կառավարության շենքի դիմաց ժամը 11-ին։ Մեկ էլ ինձ զանգում են, ասում են միացրու ես ինչ հեռուստա ալիքը։ Միացնում եմ ինչ-որ երիտասարդ, որին մենք չենք ճանաչում, խոսում է շարժման անունից։ Եվ կոչ է անում նույն օրը, նույն ժամին այնտեղ ինչ-որ ակցիա կազմակերպել։ Ճարում ենք այդ երիտասարդի համարը, ես զանգում եմ, ասում եմ ինչ շարժումի անունից էիր խոսում, ասում է ծնողների եւ ուսանողների շարժում։ Նման բան մենք չենք, ես չեմ լսել ամեն դեպս։ Հետո ասում է, որ կուսակցական չեմ, պարզվում է կուսակցական է։ Մենք ստիպված փոխում ենք վաղ ենք անելու 5-շաբթի օրը։ Ինչ-որ սադրիչ գործողություններից խուսափելու նպատակով իրանք թող անեն 12-ին, եթե անելու են, չնայած կասկածում են։ Հետո մեր մոտ սկսվեց սենց բաներ, երբ էլի ակտիվություն նկատեցին, ուրեմն տղաներից մեկը, որը որ շատ էր մեզ օգնում, ինքն էլ հանրային դեմքա չեմ ասի ով է, մայրը աշխատում է համակարգում կրթության դասախոսը։ Իրանք կանչում են մորը, երբ ակտիվությունը անդամի կողմից է, իր տղայի կողմից ինչ-որ ձևով իրանց համար սպառնիչ է դառնում, եւ ասում են կամ տղա թեռու է մնում այդ շարժումից, կամ սեպտեմբերի 1-ին դիմումը լինի սեղան։ Հիմա այդ տղան չկա։ Մենք ահագին բան կորցրել ենք։ Չկա, որովհետեւ հասկանալի է ինչի չկա, մեղադրելու չի։ Ունենք մարզերում մարդիկ, որոնք ասենք մեկը ՍՊ ունի, որոշ չափով ինքը ուզում էր աջակցել մեզ, թեկուզ ֆինանսական հարցեր լուծելու, ու էլի ակտիվություն նկատվեց ինտերնետային իր կողմից, իրան ինքը զանգեցին, ասում է Վահան ջան, գիտես, ասել են, որ հարկայինը կմտցնեն պահեստներս ստուգելու։ Կներես չեմ կարող։ Հետո սկսվեց շատ ակտիվ իմ դեմ ինչ-որ ինտերնետային ցնց, ում մարդկանց սկսեցին նամակներ գնալ, օրինակ կոնկրետ ամեն մեկին հասկանում են ինչ ձևով ազդեն վրան, օրինակ Լուսինե Վայաչյանին, որը Ֆրանսիայում է, գրել էին այդ տղուց հեռու մի հարցազրույց էի տվել, այդ հարցազրույցը գցել էին իրան, գրել էին այս տղուց հեռու մնա, նա հոմոֆոբ է եւ ֆաշիստ, գիտեին ինչի վրա նա բան կանի։
Մի ուրիշին գրել էին, որ ես եմ լրագրողի մի գրել էր, որ ես հանրապետական եմ։ Ու այդտենց ակտիվ կերպով ու չգիտես ինչի, որտեղ հələ մենք համարում ենք վաղը շարժման սկիզբը, որովհետև բուն գործողությունը կլինի վաղը 5-շաբթի օրը։ Մինչև դա ակտիվ ինչ-որ փչացնելու է գործընթացները։ Եկեք սկզբից խոսենք շարժման մասին։ Մի փոքր ներկայացրեք այդ շարժումը, ինչ է կանելու, ինչ եք պատրաստվում անել, ինչու եք պատրաստվում անել, որն է ձեր հիմնավորումը։ Չէ, մինչև այս ինչ եք արել, որ ձեր դեմ սկսել է պայքար։ Մինչև այս այդ նույն մարդիկ ինչ որ թեկուզ ներքին կարգով փորձել են մարդիկ հավաքագրել, հոդվածներ են գրել տարբեր լրատվականներում կոչ անելով միանալ շարժմանը։ Եղել է հոդվածների տեսքով, եղել է ներքին կարգով ինչ որ ծանոթությունով, բանով տարածվել է, որ կա ասենց շարժում։ Կա էջը նաև, թե Facebook-յան, թե այնպես ու դրա համար չգիտես ինչի սպառնիչ է։ Մեզ գրում են կուսակցություններից էին ինձ գրում էին, բերեք Չեղյալ համարենք ձեր 5-շաբթի օրվա ակցիան։ Իսկ ինչ եք անելու։ Վաղը գնալու ենք, պահանջենք, որ կասեցում լինի այդ որոշմանը։ Կառավարության շենքի դիմաց վաղը նիստ կա։ Պահանջելու ենք, որ կասեցվի այդ որոշումը, պահանջելու ենք Աշոտյանը իջնի եւ պարզաբանում դա, առաջարկելու ենք լուծման մի քանի տարբերակ։ Եթե Աշոտյանը ասեց, որ նա կապ չունի դա ռեկտորների խորհուրդն է որոշել, խնդիր չկա, մենք դրա լուծումն ենք առաջարկում, կամ եթե նա ասում է ես կապ չունեմ դա ռեկտորների խորհուրդն է որոշել, թող իջնի մեր հետ բողոքի, ուրեմն նա դեմ է, հա, եթե նա ժողովրդավար նախարար է, հա, ժողովրդի մոտ է կանգնած, թող գա ինքն էլ նպաստի այդ կասեցման որոշմանը։ Ներողություն մի երկու խոսք ձեր առաջարկվող լուծումների վերաբերյալ երբ կարելի է։ Առաջարկվող լուծումներ շատ կան, օրինակ ամենագլխավորը ես համարում եմ նա, որ այսօրվա օրով Հայաստանում բուհը վճարում է նույն հարկը, ինչը խանութ բան է, ինչը, չգիտեմ, ստրիպտիզ ակումբ է։ Նման բան ոչ մի նորմալ երկրում չկա։ Այսինքն նա համարում է խոշոր հարկատու, բայց կառավարությունը կարող է, խորհրդարանը կարող է որոշում կայացնի եւ ինչ որ կերպ ընդառաջի, որովհետև դա համարվում է ստրատեգիական կարևորություն ունեցող, նշանակություն ունեցող հաստատություն, սերունդ է կարդում, որտեղից դուրս են գալիս զինվորականներ, բժիշկներ։ Ներողություն, օրինակ մի քիչ առաջ ճարտարագիտական ռեկտորը ասում է, որ այդ 13.2% թանկացումը ուսման վարձերի կապված է նրա հետ, որ իրենք լաբորատորիաներ ունեն եւ իրենք լաբորատորիաները շահագործեն, ուսման որակը բարձրացնեն։ Խնդրում եմ ձեր տեսակետը հայտնել եւ մնացած բուհերը քանի տոկոսով են թանկացել։ Միջինը թանկացել է մոտ 40%-ով, 80-ից 200,000 թանկացումները։ Նու կան այս ալիքի ներքո թանկացրել են, երեք իմացա նաև որոշ մասնավոր քոլեջներ 20,000-ով, 30,000-ով բարձրացրել է։ Նույնիսկ մարզերում։ Իսկ եկեք պոլիտեխնիկայի հիմնավորումն է տալիս, ես լաբորատորիաներ եմ բերել եւ ուզում եմ, որ իմ ուսանողները նաև Բայց ինչի դրա համար այդ դեպքում մնացած ինչպես է արդարացում։ Արդարացումները աբսուրդի հասնող են եղել, օրինակ նույն, եթե չեմ սխալվում, պոլիտեխնիկի պրոռեկտորը ասել է գազիկինն է թանկացել, ուսումնություններ է թանկանում։ Պոլիտեխնիկի Պրոռեկտորը։ Հա, ինչ որ լրատվականում նման բան կարդացի։ Դա եղել է մոտ 15 օր առաջ, ինչ որ լրատվականում ես դա կարդացի, որ նման հայտարարություն է արել։ Աշոտյանը ինչ է ասել է վերջին տարիներում ամեն ինչ թանկանում է, ուսումն էլ թող թանկանա, հա։ Բուհերի ռեկտորներին պատասխան չէ, դիմելը մենք ասում ենք մեր առաջին քայլը լինելու է վաղվանից ու դիմելով չպահանջելով։ Եթե նրանք չեն ընդառաջում, մենք սկսում ենք ակտիվ մինչև սեպտեմբերի 1-ն էլ process-ը կտանենք եւ սեպտեմբերի 1-ից ակտիվ սկսում ենք հորդորել բոլոր բուհերում համատարած թող լինի դասադուլներ։ Ընդհուպ մինչև այն կետը, երբ կրթության նախարարությունում ճգնաժամային իրավիճակ կստեղծվի եւ իրանք ստիպված կկասեցնեն այդ որոշումը։ Այսինքն չէ, վճարված չէ։ Հաստատված է, ինչն է հաստատված։ Վարձավճարները վաղուց են բարձրացրել, 4-5 ամիս առաջ։ Ահա։ Միջոցները աղմուկում էին, որ բարձրացել են վարձերը, ոչ մի ակտիվիստ ոտքի չկանգնեց, որովհետև այդ ակտիվիստները արդեն ուսանող էին, վարձ իրենց վրա չէր ասում։
Հիմա ինչը պատճառ դարձավ, որ դուք որոշեցիք։ Պատճառ դարձավ այն, որ նախ շարժումն է նոր, ինքը նոր է հիմնվել, 4-5 ամիս առաջ ինքը չկար։ Ամեն մեկս երևի անդամներս սիրովի ինչ-որ կերպ փորձել ենք ինչ-որ այդ հարցին անդրադառնալ, բայց նկատելով վերջի շրջանի այս, որ 150 դրամ պայքարի շրջանակներում առաջի անգամ մեր անկախության սերունդը, երիտասարդությունը կարողացավ ոտքի կանգնել, լինել պահանջատեր, դա մեզ ոգեշնչեց այս շարժումը հիմնել եւ հասկացանք, որ քաղաքացիական շարժումը իրենից ավելի մեծ ուժ է ներկայացնում, քան կուսակցությունները։ Բայց դուք հաշվի առնում եք, չէ՞, որ բուների մեծ մասը քաղաքականացված է։ Ուսխորհուրդների նկատի ունեք։ Ինձ թվում է այսօրվա օրով մեր ԶԼՄ-ները այնպես են աշխատում, որ եթե ինչ-որ ուսանողի հանդեպ ուսխորհուրդ է, քաղաքականացված իշխանամետ ուսխորհուրդը, ինչ-որ խոշտանգումներ կամ ինչ-որ ձևի փորձեց նրան հետ բայել, դասադուլի կամ ինչ-որ ակտիվ պրոցեսներին մասնակցելու, ճնշումներ գործադրեց, ինձ թվում է պրոբլեմ չի լինի դա հրապարակել եւ այդ անօրինական գործողությունների ներքո ուղղակի դուրս բռնել այդ ուսխորհրդի նախագահին եւ փոխել դա չի։ Իհարկե ցանկանում ենք խոսել, ներկայանա, հա։ Լավ, բարի։ Որովի վրա է ազդել նոր Միայն նոր։ Միայն նորերի, բայց մենք ունենք մեր շարժման մեջ մարդիկ, ովքեր 4-րդ կուրս են, ովքեր անվճար են սովորում, բայց միանալու են մեզ։ Մարգարիտ Ավետիսյան, սովորում եմ Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում։ Դուք շատ ճիշտ եք, ինձ վրա չի անդրադառնում վարձի թանկացումը, բայց դա չի նշանակում, որ ես չունեմ ընկերներ եւ կարեկից չեմ այն մարդկանց, ում համար որ վարձը թանկանում է եւ շատ լավ գիտակցում եմ, որ այս պահի դրությամբ նրանք հանդիսանում են խոցելի խումբ, սոցիալական խոցելի խումբ եւ ին վիճակի չեն այդ վարձավճարները վճարելու։ Սակայն ունեն մեծ ցանկություն, ունեն գիտելիքներ։ Միանում եմ այս պայքարին միանշանակ, որովհետև կարծում եմ, որ միանշանակ շատ լավ կլինի, որ գիտեք, ուսում ստանալը, կրթվելը եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելը եւ սովորելը հասանելի լինի ոչ բոլորին, բայց ոչ թե հիմնական գործոնը հանդիսանա ֆինանսական կողմը, գումարը, այլ խելքը։ Մարդը չի կարողանում սովորել համալսարանում, որովհետև չունի նմանատիպ գիտելիքներ, չունի այդ հատկությունները, չունի ինտելեկտուալ կրթվածության այդ մակարդակը եւ ին վիճակի չի բարձրագույն ուսումնական հաստատություն սովորել։ Ընտրում է ավելի ցածր ինչ-որ մի բան, քոլեջ եւ այլն, կամ չգիտեմ, գնում է արհեստների։ Բայց ոչ չի սովորում, որովհետեւ չունի վարձավճարը վճարելու հնարավորություն։ Դա սխալ է։ Ցանկանում ենք ունենալ բարձրորակ մասնագետներ, բայց չենք ցանկանում տեղ տալ այսօր կրթության ոլորտում այն մարդկանց, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ովքեր ցանկանում են սովորել, ովքեր տարիներ շարունակ դպրոցում ճգնում են, տքնում են, պայքարում են, բայց հետո արի ու տես ընդունվում են վճարովի ու չեն կարողանում այդ վարձավճարը վճարել։ Հետո ինչ որ ես կարողանում եմ վճարել, ես սովորում եմ։ Այդ նշանակում է, որ իմ ընկերը, ով ինձ հետ դպրոցում սովորել է, իրավունք չունի սովորելու համալսարանում։ Դուք չունեք նմանատիպ ծանոթներ, չունեք նմանատիպ ընկերներ, ովքեր ցանկություն ունեն սովորելու, բայց չունեն հնարավորություններ։ Ես ուղղակի ցավում եմ ու միանշանակ կարեկցում եմ ու դեմ եմ այդ որոշմանը։ Հասկանալի է, դու տանք հաստան, հետո ես հաստան։ Իհարկե։ Վերջերս ունեցան դասադուլ անելու կոչեր, անհաջող ստացվեց, հա։ Ինչ եք կարծում այս դեպքը, ինչով է տարբերվելու։ Քաղաքական է։ Եթե մանրավանդ ապրի դեպք շարքերը սկսել են նոսրանալ։ Չէ, մեր շարքերը ինչքան նոսրանում են, այդքան էլ ավելանում են, հարցը դա չի։ Եվ դասադուլերը վերջին շրջանին նկատի ունեք Ռաֆի Հովհաննիսյանի Բայց նրանք ասում են դա քաղաքական չի, քաղաքացիական է, բայց պայքարը քաղաքական ինչ-որ ուժի համար է, չէ, կոնկրետ Ռաֆի Հովհաննիսյանի։ Դա երևի հիմա կոնկրետ այն պահն է, երբ ամեն մի ընտանիքի դա վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունը, որովհետև հայ մարդը իր տեսակի մեջ այնպեսին է, որ նա անպայման ուզում է իր երեխային կրթության տալ։
Իսկ իրանք շատ լավ գիտեն ինչ են անում։ Իրանք խփում են հենց այդ բանին։ Նա կգնա վարկ կվերցնի, վարկ որտեղից է վերցնելու այնտեղից, որ էլի այդ նույն մարդկանց բանկից հասկանա։ Ես ուղղակի ուզում հասնել որքանով համատարած կլինի այդ պայքարը սահմանադրական եւ չեն լինի այսպես ասած երկու կողմի բաժանված։ Կամ այսպես մասնատված, բառակված։ Ինձ թվում է ցանկացած ուսանող չի ցանկանա, նույնիսկ եթե ինքը ունենալու ընտանիքից է, ինչ որ 80 կամ 200,000 ավելի վճար տա, չէ՞։ Նրա համար ինչ նա ունի այսօր։ Իսկ այսօր մենք ունենք ոչ այդքան որակյալ կրթություն եւ դա չի բարելավի հաստատ այդ 200,000 դրամը ավել վճարել տարեկան։ Այսինքն ներեցեք ես այստեղ հարցնում եմ, ո՞րն է ձեր մոտեցումը, արդյոք դուք կարծում եք, որ պետությունը այսօր ի վիճակի է տալ ավելի լավ, ավելի որակյալ կրթություն, բայց չի տալիս, դրա հիմքում կա հետևյալ նախապայմանը, չտանք եւ դա տանք ընդամենը 200-ից 400,000 վճարի բացահայտման դեպքում, որովհետեւ որքան ես իրազեկ եմ, իսկ ես բավականին լավ տեղեկացված եմ, Եթերով հնչեց հետևյալ հայտարարությունը. մենք ուզում ենք ապահովել ավելի լավ կրթություն, բայց դա հնարավոր կլինի իրականացնել միայն եթե վճարները թանկանան մոտ 200-ից 400,000 դրամով։ Ինչ է, եթե թանկացան մասնագետների որակն լավանալու, թե ուղղակի այդ լավորակ կրթությունը հնարավոր է ապահովել, բայց սպասում են մինչև գների թանկացմանը։ Խնդրեմ ձեր մեկնաբանությունը։ Չէ, այստեղ գիտեք ոնց է, այստեղ ցանկանան, որպեսզի մնացած երկու բանախոսները եւս անդրադառնան սրան, յուրաքանչյուրը առանձնահատկան։ Այստեղ այն հարցն է, որ օրինակ մի երիտասարդի հետ ենք զրուցում, ինքը Միլանից է, Իտալիայից։ Նա սովորում է այնտեղ եւ տարեկան վճարում է 350 եվրո։ Համալսարանի բարձրագույն հաստատություն։ Այնտեղ ինքը որակյալ կրթություն չի ստանում, հա։ Երևի ավելի անորակական մեր մոտ է իր դիպլոմը։ Նման բան չկա, դասախոսը նույն ձևի կդասավանդի, ինչ ասենք իր աշխատավարձը 5,000-ով կամ 10,000-ով բարձրացնեն, չէ՞։ Այլაც սա է հարցը։ Հա, կրթական համակարգը, որ ունի մեր ծակ տեղեր, դա պարզ է, բայց հիմա փոխանակ իրանք այդ ծակ տեղերը փակեն, բացում են մի հատ շատ մեծ, ոնց որ դրա, հա, ռուսերեն ասած, որ կատաստրոֆա է դա։ Շատ լավ, եկեք այսպես ձևակերպենք հարցը, եթե կարելի է։ Դուք քիչ առաջ խոսեցիք եւ ես ինչքան հասկացա, դուք թանկացմանն եք դեմ։ Մեր սերունդը օրինակ սովորել է անվճար կրթական համակարգում եւ կարծում ենք, որ այդ համակարգը ավելի նորմալ է, քան հիմա։ Հիմա ձեր ասած ուրեմն մտքերում ես տեսնում եմ երկակի որոշակի հակասություն, դրա համար ուզում եմ ճշտել այդ հարցը։ Դուք ինչ է համարում եք, որ այն կրթական ցենզը, որ հիմա կա, այսինքն վճարը չափը, որ հիմա կա, դա լրիվ բավարար է, եկեք պահենք այդ չափը, թե խոսքը ավելի գլոբալ փոփոխությունների մասին է, ասենք կրթական համակարգի անվճար դարձնելու, նոր ինչ-որ չափորոշիչներով մոտենալու, ինչի մասին է, ինչի դեմ եք դուք պայքարում։ Հիմա ես չգիտեմ, տարբեր բուհերում տարբեր ուրեմն արժեքներ են վճարում, բայց սոցիալապես այս պահին կարծես թե մեր ժողովուրդը այդ վճարներն են առանձնապես հեշտությամբ չի կարողանում տալ։ Արդյոք ձեր մոտ կա ավելի ռադիկալ մոտեցում, քան վարձավճարի չափը պահպանել։ Այնպես չի, որ կոնկրետ մեր շարժումը գնում է միայն ուսման վարձերի կասեցման պայքարի դեմ, հա, ես մի քիչ առաջ ասացի, ուսման վարձերն, գազի թանկացումներն, այնքան հարցեր կա, որոնք որ ասենք ինչ որ մեկի հրաժարական պահանջելով դրան չես ասի, որովհետև այսօրվա իշխանությունները ունեն այնպիսի ռեզերվային ֆոնդ, որ եթե անում ենք մի X քաղաքապետ, իրանք ունեն 100 Y նույն ձևի աշխատող քաղաքապետ, կբերեն կդնեն։ Խոսքը սխալ որոշումները, որոնք որ չեն նպաստում, հա, քաղաքացու շահերին մեղմ ասած։ Որոշումները կասեցնել է, մեկը կկասեցնենք, երկրորդը կկասեցնենք, երրորդը, չորրորդը անգամ չեն ընդունի։ Հիմա ո՞րն է որոշումը, թանկացնելը, թե վճարովի համակարգը։ Հիմա խնդրեմը նա է, որը որ այս կոնկրետ վերջին շրջանի ուսման վարձերի թանկացումները մենք կասեցնենք, դա կլինի, հետո կանցնենք արդեն ավելի գլոբալ խնդիրների։ Համեցեք։ Կան տարբեր խմբավորումներ, ճիշտ է, շարժումը ինքնից ենթադրում է, որ տարբեր մարդիկ անհատական վարկի դրսևորումները, բողոքի ակցիաներ են անում եւ այլն տարբեր բաներին են պայքարելով։ Բայց ես նաեւ այլ խմբի եմ հանդիպել, որոնք դեպի պայքարում են վարձավճարների թանկացման դեմ։ Չեք կարծում, որ ավելի լավ կլինի, որ այդ ուժը միասնական լինի,
ոչ թե ամեն անգամ 15-20 հոգով գնալ կառավարության շենքի դեմ պահանջել, հետո հաջորդ օրը կամ մի ժամ հետո մյուս խումբը գա։ Ավելի լավ չի թե գուս ներքին կապերի շնորհիվ այդ ամեն ինչը հավաքել միտեղ եւ ընդանուր մի հատ խելամիտ բանաձև գծել ու այդ ներկայացնել։ Ոչ թե անհատական, այլ ընդանուր խելացի խմբերի ղեկավարները հավաքեն մի բան որոշեն։ Դա էլ փորձում ենք մենք հիմա անենք, ուղղակի ստեղ կա խնդիր քաղաքական, ինչքանով քաղաքականացված է մյուս շարժումները, ինչքանով են իրանք առաջ տանելու իրենց կուսակցությունների երիտասարդները կամ եթե հակաների կողմից են քաղաքականացված հակաների շահերը, թե եթե իրանք վայր են դնում այդ ամեն ինչը, գալիս են միանում են, մենք պայքարում ենք հենց իրանց համար ենք, որովհետև այս ամեն ինչը անում։ Խնդրի համար ես ոչ մի խնդրեմ չեմ տեսնում։ Այսինքն դուք Ստեղ գիտեք ուժերը քաղաքականացված եք ու դուք չեք ուզում իրենց հետ միասնանալ։ Չէ, ես ոչ թե կարծում եմ, այլ ոչ չեմ ասում համատարած, բայց իհարկե կան ուժեր, որոնք որ քաղաքականացված են։ Իսկ Նրանք, որոնք չեն, մենք միշտ շփումել ունենք, պատրաստել ենք համագործակցենք էլ, երևի վաղն էլ, ինչպես առաջարկ արել ենք այո։ Եթե առաջարկը իրանց կողմից գալիս է մեզ, ասում ենք բերեք չեղել համարենք ձեր ակցիան, որտեղ մենք այսօրն ենք անում, եկեք միացեք մեզ։ Այդ դեպքում արդեն դիալոգ չի ստացվում մեր մեջ։ Չէ, պարակություն չկա։ Ես չեմ ասում, մեզ են նման առաջարկ արել։ Մենք բոլորին տվել ենք հեռախոսահամար, թող գան, զանգեն, բոլոր են նրանք, ովքեր պայքարում են, նույնիսկ քաղաքականացվածները, թող գան, զանգեն, մենք հանդիպենք, իհարկե, եթե բռունցք է դառնում, ավելի լավ է երկու բռունցք լինի, հա։ Ուզում եմ ասել, որ դուք ճիշտ եք նկատել, հենց հիմա այս ամեն ինչի խնդիրը, որ մենք կարողանանք հասնել նրան, որ բոլոր առանձին ուժերը միանան մեզ, կամ ինչ չէ, մենք նաև համաձայնենք միանալ նրանց, եթե նրանք ունեն շատ ավելի լուրջ խելամիտ առաջարկ, չէ, մենք պատրաստ ենք միանալ, մենք մեծ սիրով կգնանք իրանց հետ համագործակցության, միայն խնդրի լուծում տրվի։ Այստեղ մենք չենք ցանկանում, որպեսզի կոնկրետ մեր կազմակերպությունը լինի առաջնային կամ խնդիրը դա չի։ Ուղղակի մյուս կազմակերպությունների կողմից մենք նկատում ենք ինչ-որ լիդերային խնդիրներ, որ իրանք ուզում են կազմակերպել, թող իրանք լինեն 20 հոգով, բայց իրանք լինեն լիդերը եւ իրանք անունը խոսվի, չէ։ Այստեղ խնդիրը բնական այդ չի։ Անունը խնդրեմ թող զանգահարեն, առաջարկեն իրանք պլան, եթե տեսնեն, որ շատ լավ զանգահարենք, եթե իրանք տարբեր ճանապարհներով չենք, մենք պատրաստ ենք, բայց իրանց կողմից համագործակցության ձեռք չունենք, ինչպես մենք գնանք ասենք, եկեք մեր հետ համագործակցենք, իսկ եթե իրանք ասելուց հետո չեն ցանկանում, նորից իրանք Չէ, դուք ասեք, բայց կարող է Այ օրինակ կներեք, վաղվա ձեր ակցիա, դուք ոնց եք պատկերացնում, քանի հոգի հավաքվելու ձեզ, ինչ է տեղի ունենալու, մի հատ մի քիչ նկարագրեք տեսնենք եւ արդյոք կարող է այդ մյուս խմբերից վաղը ձեզ ուղղակի գան սատարելու ոչ թե կարող է, այլ կգան։ Կոնկրետ հարցերը պարոն Աշոտյանին, Կոնկրետ հարցերը պարոն Աշոտյանին, կոնկրետ մի պահանջակ ասեցնել, ամեն ինչ անել, իր բոլոր ձեռքի տակ եղած լծակները ներդնելով կասեցնելու այդ որոշումը, որը ոչ չհիմնավորված է։ Մնացածը կլինի նամակի տեսքով փոխանցենք։ Կկարդանք։ Չէ, մենք կարծում ենք, որ ֆլեշմոբեր նստածույցեր կազմակերպելով հարցեր չի լուծվում։ Հարցերը լուծվում է ըստ մեզ կոնկրետ այս հարցում ես ասացի, ստեղծում ենք, եթե չենք ասեցում, ստեղծում ենք այնպես, որ կրթության գիտության նախարարությունում լինում է ճգնաժամային իրավիճակ, ուսանողները դասի չեն գնում, լինում է դասադուլ, ոտք են կանում։ Դա ավելի կոշտ միջոց է միգուցե, բայց ավելի արդյունավետ։ Իսկ դուք այնքան շատ եք, որ լսեն ձեր ձայնը, ասեն մի քանի հոգի պահանջում եք մի քանի հոգի։ Այստեղ քանակության հարցը չի, այստեղ գաղափարի հարցն է, մենք ոնց կներկայացնենք, ու քիչ էլ չենք։ Դասադուլ ես ոնց Շատ հաճախ քանակավորածել է պահում։ Այսինքն երբ որ
Հա, բնականաբար։ Ինչ է կապում։ Եթե ենթադրենք Երևանպետական համալսարան, ասում են վերջին ժամկետը ամսի 6-ն է գումարները վերել։ Ձեր տարբեր է Այսինքն եթե մարդը եկել է վճարել ու արդեն ինքը ուսանող է համարվում, նստել է դասի։ Դուք եք ինչի դեպ եք պայքարում, եթե մարդը արդեն վճարել է։ Ես ցանկանում հայերի լրագրողի հարցը լրացնել եւ ավելացնել իմը, արդյոք դուք այս դեպքում քարի տանելու եք նաեւ թիրախային խումբ հանդիսացող ուսանողների հետ, արդյոք դուք սեպտեմբերի 1-ին մտնելու եք բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ ասելու եք ուսանողներ եկեք չվճարենք, թող սա լինի մեր պայքարի ձևը, մեր հետ միասին ձեր պայքարի ձևը, այն որ մենք մերժում ենք, մենք համարում ենք դա աբսուրդային իրավիճակ եւ մենք մերժում ենք ոչ ենք ասում նշված համակարգին։ Արդյոք դուք անելու եք սեպտեմբերի 1-ին համակարգված գործողություններ։ Բնականաբար անելու ենք, սեպտեմբերի 1-ին էլ ենք անելու, մինչև հետ էլ կապ ենք պահպանելու ուսանողների հետ, որ հողը պատրաստ լինի, հա, այդ process-ի հետ։ Իսկ եթե վերցնենք տոկոսային հարաբերությամբ, հա, մոտավոր, հաստատ տոկոսներ մատնանշել անհնարին ուղղակի, բայց մոտավոր, որքանով եք գնահատում ձեր հաջողության ելքը։ Մեր հաջողության ելքը գնահատում ենք այնքանով, որ ցանկացած բանական մարդ ինքը ուսանող, հա, մանավանդ չի ցանկանա, որ իրանք կամեն, հա, իր հանդեպ ընդունեն հանցավոր ինչ-որ որոշումներ, չհիմնավորված որոշումներ, մյուսը վաղ մյուսը 600,000 կբարձրացնեն, էլի վճարել են։ Չէ, օրինակ ուղեր կան, որ հիմնավորում են պոլիտեխնիկը, ես շրջանավարտում ու ինձ համար ինչ-որտեղ ընդունել է և արդարացի եմ համարում, որ այդ գումարները կծախսվեն լաբորատորիաների վրա, բայց օրինակ ժողովի ուսանողները, որոնք այդքան լաբորատոր աշխատանքները չեն անում և իրենց անել լաբորատոր պայմանները Հա, բայց ժողովը ավելի է բարձրացել, քան նույն ճարտարապետաշինը։ Չէ, այնպես չի, որ տենց է լինելու և նորմալ դասի համար ըստ ուսանողը այն չոգեվիճակով հազիվ մի կերպ է 3-400,000 ճարելով կգնա կնստի ավելի լավ է շքեղ լսարանում, թե կնախնդրի 300,000 տալ, բայց իմանալ, որ ինքը դրա համար գոնե ինչ-որ ներքին հոգեկան հուզվածություն։ Ըստ եթե բողոքում ես կրթության որակից, այսինքն դասախոսներից, հետագայում էլ կբողոքես վիճակից, բայց զուտ վիճակից բողոքողը, եթե վիճակը նորմալ չի, բայց կրթությունը լավ է, արդեն մի քիչ ճոխություն է, էլի։ Լավ միտք է, որ նույն դասախոսը, երբ որ մեզ դաս է տալիս, չի մտածում, որ եթե իրան 10,000 դրամ տային, ինքը ասենք դասը ոնց որ հիմա չի անում, իր անձնականն է պատմում, նորից իր անձնականը չի պատմի, այս անգամ դաս կտա, կամ էլ դասախոսը, որը լավ նվիրված է գործին, չի մտածի, որ 5,000 դրամ ավելացնելու դեպքում ինքը մի քիչ ավելի լավ է կտա։ Մեկ է, այդ մարդու տեսակից է։ Οκ, հարցը նրան է, թե թանկացնում են ավել գումարը իհաշիվի չէ, գոյանում։ Ես ասեմ հիմնավորումները, ես ուսխորհուրդների նախագահների հիմնավորումները գիտեմ, իրենք ասում են, որ բուերի ղեկավարությունները նշում են, որ պետք է բարձրացնել դասախոսներին տրվող աշխատավարձը, քանի որ դասախոսները ավելի քիչ են ստանում, քան ուսուցիչները։ Երկրորդ, պետք է լաբորատորիաներ ունենան, բարձրացնեն բանը լսարանների վիճակը ավելի լավացնեն եւ դրանք Ես գիտեմ, որ ժողովի դասախոսները ավելի շատ են վարձատրվում, քան օրինակ մնացածները։ Այդ տարբերությունը չեմ հասկանում։ Լավ, մենք խոսում ենք ներողություն եմ խնդրում, խոսում ենք լսարանների որակի բարձրացման, չգիտեմ, դասախոսների որակավորման բարձրացման, բայց այդպիսի առաջ խաղացում չենք տեսնում։ Որտեղ որ համալսարանում է սկսվել որևիցե լսարանի ավելի բարվոքացում կամ դասախոսի վերապատրաստում։ Այդպիսի բաներ չեն խոսում։ Իհարկե։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ուսումը իրենով դուք նշեցիք, որ ամեն մարդ չի, որ Իհարկե։ ուսում ստանա։ Ուսումը ամեն դեպքում յուրահատուկ բոլորս հիմա ուսանողներ են, տեսնում ենք, թե ովքեր են սովորում եւ ովքեր են ավարտում։ Ավարտում են ինչի համար, միայն փողի համար։ Եթե դա վերացվի, արդեն ուսման մակարդակը կբարձրանա։ Բոլոր խնդիրները իրար
փոխկապակցված են, այդ դեպքում կունենանք նորմալ գլխին մասնագետներ, ուրիշ լիքը բարեփոխումներ կլինեն։ Իմ ասածը գիտեք որն է, շատ բաների համար այս երկրում վարկ են վերցնում։ Թող նույն թեկուզ համալսարանը լավ շատ խեղճուկրակ է, մեղք են, մի կերպ վարկը վերցնեն, ուսանողներին ապացուցեն, որ տեսեք մենք լավ բաներ ենք արել, եկեք չենք կարողանում ծախսերը հոգալ, մի քիչ ավելացնեն։ Այդ դեպքում գուցե ուսանողներն են մտածեն, որ վերջը լավ մենք լավ կրթություն ենք ստանում, կրթության համար արժի, ու ինչ-որ փոփոխություն լինի, բայց այս սոցիալական վիճակում ապրող ժողովրդին, երբ որ գյուղացին մի կերպ կարկուտից տուժած իր, չգիտեմ ինչերով փող է կուտակում երախուն ուղարկել որի մարդ դառնա, այդ դեպքում են մարդուն ասես, որ գիտես լսանում մի համակարգիչ շատ դրված կլինի, բայց քո երեխեն թող 400,000 տա 300,000-ի փոխարեն։ Այդ ըստ իս նման սոցիալապես իրավիճակում ապրող հասարակության համար ոչ մի դրական բան իրենց աչքին դա չի տալիս։ Բացի այդ, մասնագետի որակավորումը կախված մենք անցանք քննարկման ավելի բարձրանալ։ Հարգելի գործընկերներ, եկեք այսպես անենք։ Քննարկման ֆորմատի իհարկե ընդունելի այլ հետաքրքիր է, բայց հարցեր կան, որոնց պատասխանը երևի արժի տալ, մանավանդ որ մեր քննարկումը եւ ասուլիսը հեռարձակվում է ինտերնետով եւ դիտողներ են տեղել ունենք։ Հարցը հետեւյալն է. հիմնավորումներից ամենաայսպես կենսունակը երևի դասախոսական աշխատավարձերը բարձրացման խնդիրն է։ Վերջերս Պետրոսը կենտրոն հեռուստաընկերության մի դասախոսի էր հավելել Երևանի պետական համալսարանից, որը որ ասում էր, որ խղճուկ ուրեմն աշխատավարձերով դասախոսները ըստ երևույթին այդ աշխատավարձերի ցածր որակն է պատճառը, որ գոյություն ունի կոռուպցիան դասախոսների մեջ, ցածր որակը վերջերս եկեք մի գաղափարի շուրջը ընդհանուր համաձայնության գանք։ Ուսուցումը դա վերջերջո մեկի գիտելիքը մյուսին փոխանցելն է։ Այսինքն շենքի պատերի սպիտակությունը կամ ասենք լսարանի նստարանի հարմարություն իհարկե նշանակություն ունի, բայց վերջի դա մի մարդուց, ուսուցչի, դասախոսի գիտելիքի ամուսինն է ուրեմն ուսանողների։ Արդյոք չեք համարում, որ ձեր ուսուցիչները, դասախոսները, այն մարդիկ, ովքեր ձեզ պիտի վերջի գիտելիք փոխանցեն, իրանք պետք է արժանավայել աշխատավարձ ունենան, իրանք կենսամակարդակը բարձր լինի եւ կարողանան ապրել։ Այս հարցին ոչ չէ, որ ձեր շարժումը վերջի հանգելու է նրան, որ դուք խանգարեք այդ process-ին, այսինքն մարդիկ չստանան իրենց ակնկալած արժանավայել աշխատավարձը։ Գիտեք ոնց, թող ստանան իրենց ակնկալած աշխատավարձը, բայց ոչ ժողովրդի, ոչ ուսանողների հաշվին։ Թող նույն լաբորատորիաները բերեն պոլիտեխնիկում դնեն, բայց ինչի դրա համար պետք է ուսանողը վճարի, ավել վճարի, հա։ Թող ինչ-որ այլ ելքեր փնտրեն ու այնպես չի որ լաբորատորիաների հարցը մի կողմն է, որովհետեւ դա մի քիչ շեղում է ընդհանուր այդ հարցադրումից։ Ես խոսում եմ դասախոսի աշխատավարձի մասին եւ ուսանողի մասին։ Իսկ ում հաշվին պիտի ստանա դասախոսը իր աշխատավարձը, եթե ոչ ուսանող։ Եթե ոչ ուսանողի, խնդիր չկա, բայց Անվճար սոցիալիզմը այն ժամանակ ուրիշ էր։ Ես համաձայն եմ, որ պետք է արժանավայել փոխհատուցում ստանա այն գիտելիքին, որը որ տալիս է ինքը ուսանողին, որովհետև վերջի վերջո ինքը սերունդ է կրթում։ Ինքը բացի սերունդ կրթելուց նաև որոշակի դպրոց է անցկացնում դրա հետ մեկտեղ եւ արժանի է այդ ամեն ինչին ստանալ համապատասխան փոխհատուցումը, բայց երբ որ ինքը այդ որակը կապահովի, երբ որ ինքը արժանավայել կկրթի ուսանողին, երբ որ ինքը համապատասխան գիտելիքները կտա, ոչ թե մինչև լսարան գնալը, որոշակի ինչ-որ տեղից, ինչ-որ մի հատված կարդալը, որովհետև կա լուծում։ Իհարկե կարելի է, բայց ես ուզում եմ այնուամենայնիվ մեր այս հարցադրումը մենք մի հատ ամփոփենք եւ փորձենք հստակ պատասխան ստանալ։ Ուրեմն, եթե վարձավճար, ապա այդ վարձավճարի հիմնական առույցի բաժինը պետք է գնա երևի այնուամենայնիվ ուսուցչին, սովորեցնողին, եւ ոչ թե, ասենք, ուսումը կազմակերպողին, բուհին, բուհեր կան, որոնք ունեն սեփական շենքեր։ Այսինքն մարդը, որ կազմակերպել է բուհական ուսուցումը, վարձել է դասախոսներ, վարձել է, ասենք, տարածք, շենք է կառուցել, հիմնական շահույթը ստանում է այդ մարդը, այսինքն ոչ, նրանց մեծ մասը իհարկե նաև դասախոսական կազմն, այսինքն դասախոսներից ոմանք են
այդ նախաձեռնումները, բայց նրանք ստանում են աշխատավարձ ոչ թե որպես դասախոս, այլ որպես ձեռնարկատեր։ Հիմա եթե վճարովի կրթական համակարգ, ապա իմ կարծիքով վաղ թե ուշ այս խնդիրը բարձրանալու է, եթե այսօր դուք ասեցրի, միևնույն է 5 տարի հետո ինֆլյացիան այնքան է բարձրանալու, որ մարդիկ ասում են, չէ, գիտեք, վճարը պետք է բարձրացնել։ Չէ, այնպես չի, որ մենք կասեցրեցինք եւ էլ ոչ մի ձևի պայքար չենք մղելու, հարցը դա չի, կոնկրետ հիմա խնդիրը դա է։ Եթե մեր կառավարությունը պատկերացնում է, որ մարդ ստանում է 10,000-ով բարձրացրին, հա, 15,000 դրամ մինիմալ աշխատավարձ, եւ այդ ընտանիքում կա ուսանող, որը սովորում է վճարովի եւ նա պետք է տարեկան տա 600,000 դրամ։ Եթե նա դա պատկերացնում է, ես ինչ ասեմ։ Չի պատկերացնում, բայց տալիս է եւ պահանջում է, նա պահանջում է կասեցնել։ Ուրեմն պիտի չլինի։ Ի տարբերություն իրանց մենք պատկերացնում ենք լուծման ձևը, նույն դասախոսի աշխատավարձի բարձրացման ձևը, դա այն է, որ խոշոր արկադուից իջեցնեն, հա, այսինքն զեղչումներ անեն, ինչ-որ բաներ անեն, հարկ վճարելու համար կուղել։ Դա լուծումներից մեկն է, ու էլի կան լուծումներ։ Տեղյակ եմ, կմիանամ, բայց ես կարծում եմ, որ դա չաշխատող կմիանանք, բայց ես կարծում եմ, որ դա չաշխատող տարբերակ է, քանի որ մեր մոտ բոլորս գիտենք, ուսխորհուրդները 99%-ով հանրապետականացված, քաղաքականացված են, ձեզ ոնց է թվում։ Մանկավարժականի ուսխորհրդի նախագահը, որ հանրապետականի համամասնական ցուցակով կարծեմ նախավերջի համարն էր։ Կընդունի նման փաթեթ եւ կգնա պայքարելու, որ կասեցնի, այն չի որոշում, կամ են մյուսը, կամ են մյուսը։ Գաղափարներով կմիանանք, կիսվենք գաղափարներով, երիտասարդներն էլ թող գան միանան մեզ։ Մենք կարող ենք միանալ։ Խնդիր չկա, ստեղ ինչ-որ լիդերության խնդիր մենք չունենք, հասկանում եք։ Մենք վաղը ակցիան կանցկացնենք։ Ահա։ Մտահոգ են եւ փորձում են լուծել խնդիրը, հա, դրել։ Փաթեթ են կազմում, դա շատ ցիվիլ կերպով է, հա, լինում։ Փաթեթը ներկայացնում են, քննարկում են, ռեկտորներն է կասեցրեցին, դա կաշխատի, եթե մենք ապրենք նույն քաղաքակիրթ երկրում, հասկանում եք։ Բողոքից հետո մեր հաջորդ քայլը դա համատարած դասադուլներ կազմակերպելն է։ Դասադուլի կազմակերպումը։ Այո։ Առաջին կուրսի, ուրիշ կան 4-րդ, 3-րդ, 2-րդ կուրսի ուսանողները, որոնք առաջին կուրսիները դրվի այնպիսի մարդիկ են, որ դուք ճանաչում։ Հենց առաջի կուրսին է դուրս կգա ճանաչելու արդյոք, որովհետև նա է առաջի անգամ վճարելու բարձրացված արդյունքը։ Դուրս կգա, որովհետև չի վճարել դեռևս։ Երեխաները ընդունել են համալսարան, գալիս են դասի, ոնց է իրենց 17 տարեկան երեխաների համոզում, որ ձեր քաղաքացիական գիտակցությունը այնքան լինի, որ դուք պիտի հասկանաք, որ Համոզելու խնդիր չկա, նրանք ինքնաբերաբար կմիանան այս շարժմանը, որովհետև այստեղ Այստեղ ասվեց, որ մինչև ամսի 15-ն է, չէ, հնարավորություն տրվում վարձավճարները վճարելու։ Մի փոքր այդ ժամկետը ավելել է տրվում, խնդրին ծանոթանալուց հետո դեկանատը կարա այդպիսի ընդառաջում կատարի։ Բայց եթե չունի հնարավորություն վճարելու, որտեղից է վճարելու մինչև ամսի 15-ը կամ մինչև ամսվա վերջ։ Եթե չունի հնարավորություն վճարելու, չի վճարի, այո, իհարկե, ու հետևաբար ինքը կմիանա այդ Չէ, հետևաբար ինքը կմիանա այդ դասադուլներին, ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի։
Շատ լավ։ Որտեղ եք սրանով սահմանափակենք մեր ասուլիսը, շնորհակալություն մեր բանախոսներին, մաղթում ենք մեր հաջողություն։ Դա Աստված, որ մենք կարողանանք, մենք պետություն այնքան հզորանա, քաղաքացիական հասարակությունը այնքան ուժեղանա, որ մենք կարողանանք անցնել անվճար կրթական համակարգի, ինչպես հիմա Եվրոպայի շատ երկրներում որոշակի սոցիալական խավերի համար, եթե մարդկանց եկամուտները չի բավարարվում որոշակի սահմաններում, ամոթ ոչինչ չկա, այնտեղ մարդիկ սովորում են անվճար։ Եվ դա ինչ-որ ծանրի հայտնագործում չի, դա վաղուց կա, եղել է եւ աշխատում է։ Մենք չգիտես ինչու դարել ենք ամենաազատական երկիրը, որտեղ պահպանում ենք կապիտալիզմի Եվ արհեստական քաոսային իրավիճակ ենք ստեղծում։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ բոլոր բաների համար, եթե ուրեմն վաղը որևէ հետաքրքիր բան կունենաք, ես հուսով եմ մենք կստանանք ձեր հաղորդագրությունը կամ տեսագրությունը, թե ինչ եք արել։ Շնորհակալություն։ Վաղը ես ուզում եմ մի անգամ էլ կոչ անել բոլորին, ոչ միայն ուսանողներին, ծնողներին, դասախոսներին թող գան միանան, որովհետև նույն դասախոսը նույն ծնողն է։ Իդեպ վերջերս կներեք վերացրել են այն բանը, որ առաջ կար որոշ լգոտաներ դասախոսի երեխաների համար։ Այո, վերացրել են։ Կար լգոտաներ ծնողազուրկ երեխաների համար, հիմա սարքել են, եթե միայն հայրն է մահացած։ Հասկանում եք, կոչ եմ անում բոլորին, կներեք վաղը 5-շաբթի օրը, ժամը 11-ին միանալ մեզ կառավարության շենքի դիմաց Հանրապետության հրապարակում եւ պայքարել Հայաստանի Հանրապետության քաղաքացու եւ ուսանողի իրենց շահերը պաշտպանելու համար։ Որացեցիք ավելացնեմ, որ խորհրդի ղեկավարները հավաստիացրել են, որ բուհերի ներսում մշակվում են սոցիալական փաթեթներ, որոնք այս տարի ավելի շատ անապահով ուսանողների հնարավորություն կտան բանանել։ Չափը գիտեք դուք այդ սոցիալական Ես այդ սոցիալական փաթեթներից լավ տեղյակ եմ ու գիտեմ ինչքան օգտակար են հիմնականում, այդ չի հարցը։ Բայց այսինքն դուք նշում եք, որ քիչացրել են, բանը ավելի նվազեցրել են այդ սոցիալական փաթեթները։ Այո, նվազեցրել են։ Բայց իրենք են նշում են, որ ավելացրել են։ Չէ, ես ձեզ երկու փաստ ասում եմ։ Ասել է, որ այս տարի նույնիսկ մինչև 100% վարձավճարները մուծելու են ուսանողների։ Քանի ուսանողի այդ հայտարարությունը գիտեմ։ Չգիտեմ, Եթե 5 ուսանող են մուծում, ավելի շատ, քան միշտ։ Հա, եթե 5 ուսանող են մուծում, դա կարող է անի նաև ոչ թե երիտասարդական հիմնադրամը, այլ մի հատ սուպերմարկետի տնօրեն եւ իրան պիարանի։ Եթե 10 ուսանող են մուծում, էլի կարող է։ Բավական կարող է դիմեք ու ձեզ ասեմ, որ մենք այսպիսի փաթեթներ ենք մշակել։ Մենք տեղյակ ենք այդ փաթեթներից, այդ փաթեթ ձեր ասած փաթեթները այնտեղ շատ չնչին ուսխորհուրդների ներկայացրած այդ չնչին բաները, իսկ երիտասարդական հիմնադրամինը մենք պետք է նայենք քանի ուսանող են իրանք, որ ուսանողներին են դիտարկում։ Դե ամեն դեպքում ճիշտ թե սուտ իրենք վստահեցնում են, որ այս տարի աննախադեպ շատ են լինել։ Շատ լավ։ Նկատում եմ դուք եք պատասխան։ Շնորհակալություն ձեզ։ Հաջողություն։ Ստեսություն։